Բարև ձեզ։ Առաջին միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Այսօրվա թողարկման հիմնական թեման Գյումրիում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացրած ծրագրերն են։ Մուշ 2 թաղամասում բնակվող երեխաների համար հիմնադրամը կառուցել է նոր մանկապարտեզ։ Կահավորված ու ընդարձակ նախակրթարան իր դռները բացել է 50 երեխայի համար։ Մանրամասները տեսանյութում։ Ակտիվ ժամանց ուսուցողական ծրագրեր եւ հարմարավետ պայմաններ։ Գյումրու Մուշ մանկական կենտրոնում երեխաների օրն այսպես է սկսվում։ Սա թաղամասի միակ մանկական կենտրոնն է։ Այստեղ բնակելի շենքեր կառուցելուց հետո Հայաստան համահայկական հիմնադրամը որոշեց վերանորոգել նաեւ այս կենտրոնը, քանի որ այն խիստ անհրաժեշտություն էր համայնքում։ Սա միակ մանկապարտեզն է, որ ապահովում է թաղամասի երեխաների հաճախելիությունը, ասեմ, որ ընդունելության ժամանակ առաջնահերթությունը տրվում է թաղամասի համահայկական ծրագրերով կառուցված բնակիչների երեխաներին, ովքեր այդ տարիքային խմբի երեխաներ ունեն։ Երեխաներն արդեն լուսավոր եւ հարմարավետ սենյակներում են անցկացնում իրենց առօրյան։ Այս մասնաշենքը ամբողջովին կառուցված է տիպային մանկապարտեզի հարմարություններով, այստեղ առանձնացված են խմբասենյակները, սանհանգույցները, ճաշարանը, ամեն ինչը այնպես է մտածված, որպեսզի երեխաները իրենց առօրյան շատ հետաքրքիր ու շատ ապահով միջավայրում անցկացնեն։ Թաղամասում մանկապարտեզ ունենալը լուծեց հատկապես աշխատող ծնողների խնդիրները։ Հիմա մանկական կենտրոնը ավելի մոտ է գտնվում, ինչի շնորհիվ ստիպված չեն ժամեր ծախսել երեխաներին տեղափոխելու համար։ Երբ որ արդեն եղավ մանկապարտեզը, այստեղ Մուշում բացվեց մանկապարտեզը, նախ առաջին հերթին բնականաբար շատ ոգևորիչ է, որտեղ ամեն ինչ նոր է, ու այն միջավայրը, որ ստեղծվելու է քո երեխայի համար, բարենպաստ է լինելու։ Նոր մանկապարտեզի մասին Աննայի սպասելիքները հենց սկզբից էլ արդարացվել են եւ արդյունքները միանգամից նկատելի են եղել։ Նվազագույնը 2 ամիս հետո ես հասկացա, որ բալիկը այնտեղ է, որտեղ որ ես ուզում եմ լինել։ Այսինքն դաստիարակների այն մոտեցումը դեպի կրթություն, դեպի նորարարություն ու առհասարակ այն ազատությունը, որ ունեն երեխեքը, այսօր իրենց դա շատ պետք է։ Հայաստան համահայկական հիմնադրամը վերանորոգել է նաև մանկապարտեզի բակային տարածքը, կառուցել նոր խաղահրապարակ, ապահովելով նաև երեխաների ֆիզիկական ակտիվությունը։ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցած նոր բնակելի համալիրը Մուշ 2 թաղամասը տասնյակ ընտանիքների կյանք է փոխել։ Թե ինչպես են շահառուներն անցկացնում այստեղ իրենց կյանքը, դիտեք մեր հաջորդ տեսանյութում։ Նոր եւ հարմարավետ տուն ունենալը Էլմիրայի երազանքն էր։ Երբ Հայաստան համահայկական հիմնադրամը Մուշ 2 թաղամասում կառուցեց 4 բնակելի համալիրներ, երկար սպասված ցանկությունը կատարվեց եւ շուտով արդեն տնակավանից տեղափոխվեցին իրենց լուսավոր եւ ընդարձակ բնակարան։ Արդեն տեղափոխվեցինք նոր բնակարան, ավելի խաղաղության ու ջերմության զգացում զգացի։ Տեղափոխվելու եւ նոր բնակարանում կյանքը շարունակելու զգացողությունները Էլմիրան դեռ չի մոռացել։ Երբ հենց օրինակ առաջին նոր տարին նշեցինք, այդ զգացողություններն ուղղակի աննկարագրելի էր, որովհետեւ արդեն նոր միջավայրում ես նշում, ամեն ինչ ավելի գեղեցիկ է, արդեն ունես քեզ համար ստեղծած անկյուններ, որոնք ավելի հարմարավետ են։ Միակ խնդիրը սակայն նրա մեծ դաշնամուրի տեղափոխումներ։ Տնակավանից մեծ դժվարությամբ են այն բերել նոր բնակարան, իսկ հիմա արդեն դրա կողքին եւս մեկը ունի։ Սա առանձնահատուկ նվեր էր դարձյալ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից։ Այդ բայի զգացողություններն ուղղակի աննկարագրելի էին, չէի կարող ինձ զսպել, եւ հենց առաջին նվագս այս դաշնամուրի վրա, նոր դաշնամուրի վրա եղավ համահայկական հիմնադրամի ներկայությամբ։ Դաշնակահար դառնալու ցանկություն դեռ մանկություն էր, սակայն տնակավանի պայմանները թույլ չէին տալիս ամեն օր նվագել սիրելի ստեղծագործություններն ու հմտանալ այդ գործում։ Տնակային պայմաններում շատ դժվար էր զբաղվել հենց այս մասնագիտությամբ, որովհետև տնակային պայմաններում շատ ցուրտ էր եւ երբ ձեռքերս սառում էին, չէի կարողանում նվագել։ Իսկ հիմա այս բնակարանից ամեն օր լսվում է Էլմիրայի սիրելի ստեղծագործությունների ձայնը։ Այսպիսով ստեղծվել են բոլոր առաջնային պայմանները առաջ շարժվելու եւ նոր հաջողություններ գրանցելու համար։ Այժմ տեսակապով կզրուցեմ Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Դիշչեքենյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դիշչեքենյան։
Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Կխնդրեմ ներկայացնեք, թե որ թվականից է գործում Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը, ինչպես այն կազմավորվեց եւ որոնք են հիմնական նպատակները։ Հայաստանի հիմնադրամը Գերմանիա մասնաճյուղը հիմնված է 93 թվականին, ունի վարչություն 5 անդամներ է։ Մենք աշխատենք կամավորական սկզբունքի վրա եւ մեր նպատակները հստակ են հայության օգտակար դառնալ ամեն տեսակետով ուր որ պետք է լա Հայաստանի կամ Սփյուռքի մեջ։ Պարոն Դիշչեքինյան, ծրագրերն իրականացնելիս որ ուղղությունների վրա է Գերմանիայի տեղական մարմինը հիմնականում ուշադրություն դարձնում եւ եթե կհիշեք, փորձենք 1-2 ավելի հիշարժան եւ տպավորիչ ծրագրեր ներկայացնենք, որոնք իրականացվել են մինչ այժմ Հայաստանում։ Մենք անցյալին ավելի կենտրոնացած էինք կառուցման ջուրի մեջ, այսինքն մանկապարտեզ, հիվանդանոց, փողոց եւ այլն շինարարության մեջ։ Վերջին տարիներուն ավելի կենտրոնացած էինք ուսման ջուրի մեջ, դարբեր տեսակետասնտացնել, փոքրերու, դիգիներու, ռոբոտիկս եղել կամ դարբեր տեսակի դասընթացներ հայտայթել։ Մեր ամենակարևոր ծրագիրները, ես կկարծեմ, որ ամեն ծրագիրները Հայաստան հիմնադրամի ծրագիրները առանց բացառության ամենն կարևոր են, բայց անշուշտ կան ավելի efficient ծրագիրներ։ Կարծեմ, որ ճգնաժամերու եղած ծրագիրները, ինչպես կորոնայի ժամանակ 44 օրվա պատերազմի ժամանակ կամ Լիբանանի բայթումի օգնություններ ամենակարևոր օգնություններն են։ Ինչպիսին է ձեր համագործակցությունը Հայաստան համահայկական հիմնադրամի այլ տեղական մարմինների եւ կենտրոնական գրասենյակի միջև։ Շատ կարևոր է ասկետը, մեր կենտրոնական մարմին հետ միշտ գաբի մեջ ենք, միշտ իրար հետ կհամագործակցենք, ինչպես ասեմ, մեր թիմը բծիկ է, 5 հոգի կազմվի եւ կամավոր սկզբունքով աշխատենք, այսինքն մենք մեր ազատ ժամանակ են կորզեն տուրս կամ կան աշակերտներ իրենց անձնական հարցեր են տուրս երբ որ ժամանակ ունենան կզբաղվեն հիմնադրամի կորզերով եւ պետք եղած ռեսուրսներ չունենք ամեն կորզերը կատարելու իսկ կենտրոնական մարմինի մեզի օգտակար կդառնա այս սկզբունքով քետնի վրա ծրագրերը ստեղծելու coordinate անելու եւ control անելու այսինքն as գետերը շատ կարևոր են մեզ համար մեզի շատ օգտակար կդառնան երբ որ պետք է լա կփորձենք անշուշտ ուրիշ դեղական մարմիններու հետ անցյալին եղած է Ֆրանսիայի հետ Զվիցերիո հետ սանձան ծրագրեր հրացենք Եվ այս տարի կուզենք Հոլանդիայի հետ, Հոլանդիայի դեղական մարմինի հետ զանազան ծրագրերու մեջ միասին համագործակցել։ Պարոն Դիշչեքինյան, որքանով եք կարևորում Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը առհասարակ տեղական մարմինների հետ միասին։ Շատ կարևոր է, իրենց նպատակը, որ հայության օգտակար դառնալ եւ առավել դեղական մարմիններուն հետ համագործակցությունը շատ կարևոր կնկատեմ որպես as լման կորզը իրակորզվի ամենուն մասնակցությունը կարևոր է ոչ միայն դեղական մարմինը այլ կենտրոնական մարմինը որպեսզի as ծրագրերուն հաջող արդյունքները ստանան Պարոն Դիշչեքինյան, եւ վերջում այս պահին ինչ նախաձեռնությունների վրա է աշխատում կենտրոնացած Գերմանիայի տեղական մարմինը։ Այս տարի բավական ծրագրեր ունենք, պլանավորված են, ուրեմն թիմեք լուսի փառատոնական գազագերբության հետ գուսենք Արցախեն վճարված բնակիչներուն, դիգիներուն օգտակար դառնալ եւ դասընթացներ դրամատրել, ինչպես խորհրդություն, թիմահարդարում, մատնահարդարում եւ այլն Գարացեվ մոտ 40 անձեր ուսում բիդեստանան
երկրորդ նոր ծրագիր մկա, որ բավական հետաքրքրական է, որը նյութը Born in Artsakh երաժիշտներուն 23 երաժիշտներուն տաղանդավոր երաժիշտներ Արցախեն գուզենք ցածնտացնել մուզիկի ցածնտացնել դրամատրել որբեսի իրենց դաղանդը չգործվի եւ իրենց մշակույթը բահբանվի երրորդ կուզենք օգտակար դառնալ 60 բադանիներու 13-ին 16 տարեկան բադանիներ մեծամասնությունը Արցախեն որոնք ամռան ընթացքին կեմպինգի բիդի մասնակցին եւ այս կեմպինգի մեջը իրենց զանազան դասընթացներ natural science-ի վրա physics, biology, chemistry դասընթացներ պիտի դրամատրվի այս նյութերը կարևոր են Հայաստանի համար քանի որոշ կարևորություն կա պետք կա իրենց կմասնակցին auch դեղացի բադանիներ այսպիսով կփորձենք Արցախի բադանիները եւ դեղացիները իրար մոդեցնել իրար լավ ինտեգրեյշնի մեջ զարգացնել եւ վերջապես Սյունիքի ներքին հանտի մեջը գուզենք փողոցները լուսավորել 27 լույսեր պիտի զետեղենք այդ շրջանը որբեսի ավելի ապահով լան այս ծրագիրը շատ սահմանային ծրագիր է սահմանի վրա է եւ կարեւոր է մեր կորզունեությունը սահմանային համայնքներում մեջ որբեսի մարդիկ ավելի ապահով կան ավելի չի հերանան իրենց քուրերեն իրենց շրջանները Պարոն Դիշչեքենյան, դուք նշեցիք 4 ծրագիր, որոնցից առաջին 3-ը կրթական կոմպոնենտ ունեն։ Այո, որ համայնքների վրա եք հիմնականում կենտրոնացել այդ ծրագրերը իրականացնելու համար։ Ուրեմն լուսե բարեգործական ընկերության հետ որոնց նպատակն է դիգիններու Արցախեն հերացած դիգիններու օգտակար դառնալ զանզան շրջաններում մեջ դեղի ունենա ինչպես Սյունիք, Վայացոր, Արարատ, Գեղարքունիք իսկ Born in Artsakh-ի երաժիշտներու բանը դասընթացը պիտի լա Երևանի մեջ իսկ կեմպինգի ծրագիրն ալ պիտի Գեղարքունիքում Շատ լավ, շնորհակալություն ձեզ Եթե հավելելու որևէ բան ունեք, խնդրեմ Ձեզի շատ շնորհակալություն կհայտնեմ որ ձեր ժամանակը տրամադրեցիք մենք մեր գարելիքը կփորձենք կատարել Հայաստանի համար, հայության համար պետք եղած տեղը օգտակար կդառնանք Շնորհակալ եմ անչափ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ տեսակապով զրուցում էի Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Դիշչեքենյանի հետ։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։